Ապրիլ 8 Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սրտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ ապրիլի 8 և տարվա 15-րդ շաբաթ։ Եկեք միասին 3 անգամ ընթերցենք անգիր սովորելու համար նախատեսված 15-րդ շաբաթվա հատվածը։ Այն է Հռոմեացիս 6 12-ից 13։ Ես կկարդամ առաջին անգամ, կլռեմ երկրորդ անգամ, ընթերցելու առիթը տալով ձեզ, այնուհետև ես և դուք միասին կկարդանք երրորդ անգամ։ Այսպես, սիրելիներս, ամեն օր 3 անգամ կարդալով, մինչև ամեն շաբաթվա վերջ, հեշտությամբ շաբաթ առ շաբաթ 52 վարդապետական և կիրառական կարևոր աստվածաշնչյան հատվածներ կդառնան ձեր սեփականը մինչև տարվա վերջ։ Հավատարմությունը և հետևողական մնալը կարևոր գործոններ են այս ընթացքում։ Դե սկսենք։ Առաջին անգամ ես կկարդամ Հռոմեացիս 6 12-ից 13։ Ուրեմն թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Երկրորդ անգամ դուք կարդացեք և խորհեք այս բառերի վրա, իսկ ես կլռեմ։ Եվ երրորդ անգամ եկեք կարդանք միասին։ Հռոմեացիս 6 12-ից 13։ Ուրեմն թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները որպես անիրավության զենք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. Հեսու 5 1-ից 6:27, Սաղմոս 42 6-ից 11, Առակաց 13 19-ից 21, Նոր Կտակարան Ղուկաս 9 18-ից 36։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։